Բարև ձեզ։ Ալֆա Նյուզի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանին։ Բարև ձեզ, Գառնիկ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Գառնիկ, հարցազրույցը սկսենք թերևս նրանից, որ ընդամենը րոպեներ առաջ տեղեկություն է տարածվել, որ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին բերման են ենթարկել։ Պաշտոնական որևէ տեղեկություն չկա, թե ինչ գործի շրջանակում է Գոհար Ղումաշյանը բերման ենթարկվել, բայց ձեր թիմակիցներն արդեն գտնվում են հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ, որպեսզի հասկանան, թե ինչ գործի շրջանակում է նա բերման ենթարկվել։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ Գոհար Ղումաշյանը ընդամենը մի քանի օր առաջ է նրա երրորդ նորածին երեխան դուրս գրվել 40-ից եւ հիմա ստացվում է այնպես, որ հետապնդվում է այս իշխանությունների կողմից։ Սա ինչի մասին է խոսում եւ ինչ տեղեկություն դուք ունեք, ինչ գործի շրջանակում է նա բերման ենթարկվել։ Եթե մի փոքր պատմական ակնարկ անենք, ես միշտ սիրում եմ այդ համատությունները անել, որովհետեւ այն ինչ որ հիմա տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, ուղիղ համատական ինչը տեղի ունենում Օսմանյան կայսրության ժամանակ հայերին հետապնդելու, հայերի հանդեպ դաժան վերաբերում ցուցաբերելու առումով մի դրվագային հատվածով Նախ առաջինը շեշտեմ, որ Գոհար Ղումաշյանը պարկեշտ անձնավորություն է, իր կյանքում բացի մարկանց դրական առումով մարկանց կյանքում դրական փոփոխություն իրականացնելուց վատը չի արել, ընդհակառակը միշտ փորձել է ականջալ լինել Հայաստանի Հանրապետության խնդիրների մասով եւ առհասարակ հա ինչ հիմա կատարում է Գոհար Ղումաշյանի շուրջ ինձ մոտ հիշեցնում է Օսմանյան կայսրության ժամանակ ուրեմն ազդեցիկ կանանց կամ օրինակ տղամարկանց ձերբակալելու տարբեր կեղծ եւ հորինված մեղադրանքներով անազատության մեջ պահելու համատեքստը առաջի հերթին նշեմ որ այս պետությամբ իրավացի եք մենք նոր ենք նկարահանվում միգուցե մեր նկարահանումից հետո լինեն այլ զարգացումներ քանի նկարահանում այս փուլում է շեշտենք որ բերման ենթարկված Գոհար Ղումաշյանի մասով չկա որևէ հասկանալի բացատրություն դժվար է լինի ինչու եմ սա ասում ոչ թե նրա համար որ իմ թիմակիցն է պաշտպանում եմ այլ պարզ բանի պատճառով վերջին շրջանում Ուժեղ Հայաստան կուսակցությունը հստակ քաղաքական օրակարգ է թելադրում թափ է հավաքում հատկապես մարզերում Երևանի մասին խոսելը այս պայն այնքանով անիմաստ համարում որովհետև Երևանը ինքնին արդեն կողմնորոշված մայրաքաղաք է եւ որոշ չափով նաեւ եթե ավելի հերվանանք ծայրամասային մարզերին ավելի մոտ ժողովուրդը ավելի կողմնորոշված է քան մարզերինը ես ասեմ ավելին վերջին հանրահավաքը որ տեղի ունեցավ օրերս հստակ արձանագրեց որ մեր քաղաքական ուժը ունի բավական լուրջ ներուժ ունի շատ մեծ աջակցություն հանրային հատկապես մարզային հատվածներում բացի այդ իրենք տեսնում են որ մեր թիմերը մարզերում աշխատում են գետնի վրա կոնկրետ հողի վրա մարկանց հետ շփվելով մարկանց լսելով մարկանց բողոքներն ու առաջարկները լսելով քննարկելով համոզելով խոսելով մարկանց հետ իսկ մինչ այժմ թողից ներեմ բոլոր քաղաքական կուսակցությունները ես չեմ տեսել նման քաղաքական կուսակցություն որ դռներ դուրս սկզբունքով գյուղացիների հետ շփվի որովհետև ես անձամբ այսօր եմ վերադարձել Մարտունիից հարցազրույցի համար եւ հստակ կարող եմ ձեզ պնդել որ այս մոտեցումը իրական վտանգ է եւ իրական խնդիր է ստեղծում իշխանությունների համար որովհետև նախ հասկանալի է որ իրենք պարզապես մարզերում վախի մթնոլորտ են ստեղծել մարկանց վախեցնում են աշխատանքից ազատելու մեր յետևից օրինակ որպես փաստ նշեմ տարբեր ուժային կառույցների մեքենաներ են պատտվում իհարկե դա ինձ համար բացարձակապես մտահոգիչ չէ որովհետև մենք մեր թիմով հատկապես նաև ես գործում ենք օրենքի դաշտում օրինազանց որևէ բան չենք անում չենք էլ անելու որովհետև մեր քաղաքական ուղենիշը եւ ուղին միայն օրինականության մասին է իսկ ԿՊ-ի վախերը շուտվանից են པարզ մինչ այդ կրվում էին Սամվել Կարապետյանի նկարի մասով հետո կրվում են Սամվել Կարապետյանի ձայնի մասով վերջերս կրվում են Սամվել Կարապետյանի օրինակ հանրահավաքում երբ որ մեր ղեկավարը խոսեց ուղիղ ժողովրդի հետ դա էլ վերածեցին իբր արհեստական բանականության այսօր համոզվեցին նորից որ եւս մեկ անգամ մեր ժողովուրդը համոզվեց որ իրենք ստում են այսինքն այս իրականությունը այս տոտալ անարխիան իրավական առումով Հայաստանում արդեն ուղի է բռնել բռնապետության եթե որոշ չափով նաեւ չի հաստատվել մեր միակ լուծումը որպեսզի այս տեսակ ապօրինի բերման ենթարկելը մարկանց ասֆալտին փռելը վախեցնելը ահուս սարսափը վերանա մենք պետք է ազատվենք Նիկոլ Փաշինյանից Նիկոլ Փաշինյանը մեր ազգային անվտանգության սպառնալիքն է Մարզային այցելություններին դեռ կվերադառնանք ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր որ տոնորով եկեղեցու միջադեպի հետևանքով 18-ամյա դպրոցական աշակերտ կալանավորված է մի քանի օր հիվանդանոցում էր գտնվում բայց նրանք
կին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ։ Հիմա ձեր թիմաքսի հանդեպ չեմ ցանկանում իհարկե խտրականություն դնել տղամարդկանց եւ կանանց միջև, բայց մի կնոջ, որի նորածին երեխան ընդամենը 40-ից նոր է դուրս եկել եւ նրան բերման ենթարկել, միջև ուր կարող է գնալ այս իշխանությունը։ Այս իշխանությունը ընդհանրապես կարմիր գծեր չունի, մեկ, երկրորդը ակնհայտ է, որ իրենք փորձելու են բոլորի վրա, ովքեր ռեալ ունակ են մարկանց հետ շփվելու, համոզելու, քննադատություն լսելու, անգամ այն մարդիկ, ովքեր որ շատ ագրեսիվ են տրամադրված ԿՊ-ին աջակցող մեր ընտրազանգվածի մասին, անգամ այդ մարկանց հետ ենք մենք զրուցում։ Իրենք դա տեսնում են։ Հստակ գետնի վրա երևում է փոփոխության մեծ արշավը, որը գալիս է մեր երկրով անցնելու Սամվել Կարապետյանի գլխավորությամբ եւ իրենց վախն ու սահ ու սարսափը, եթե օրինակ մի հատ անտեսանելի կամերա լիներ Նիկոլ Փաշինյանի գլխին փակցված, մենք կտեսնենք, թե ինքը օրը քանի անգամ է հանգստացնող խմում, որովհետեւ բոլոր այս զարգացումները եւ մոտեցումները մեր կուսակցության կողմից մեր հասարակության եւ ժողովրդին խոսում են ա տնտեսության զարգացման, բ ուժեղ խաղաղության եւ գ բոլոր ուղղություններով մեր հասարակության մեջ ատելությունը վերահսկելու մասին։ Ասեմ ավելին, իմ մոտ այլևս համոզմունք է, որ ԿՊ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում Յենի Ադրբեջան, այսինքն նոր Ադրբեջանի ֆիլիալը։ Իրենք ծառայում են օտար շահերին եւ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայր եւ միգուցե արունակցական կապ ունեցող Իլհամ Ալիևը ունի հստակ հանձնարարական, որովհետեւ նույն հայլային գործնեությամբ, ինչը Ադրբեջանում է տեղի ունենում, ընդդիմադիրներին կալանավորելու ընտրությունների առաջ, այո, բռնաճնշումների մեծ ալիքը նույնը նման, ոչ մի տարբերությամբ Հայաստանի Հանրապետությունում են դա տեղի ունենում։ Ես չեմ կարող այլ բան պնդել, քան որ ԿՊ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Յենի Ադրբեջան, այսինքն նոր Ադրբեջանի ֆիլիալը։ Վաղը հակակոռուպցիոն դատարանում մեկնարկելու է Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը, նախնական դատական լսումներն են լինելու եւ արդեն հայտնի է, որ գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։ Փաստաբանների շրջանում Դոլմազյանը ունի լավ վարկանիշ, բարձր վարկանիշ, համենայն դեպս նրան համարում են լավ իրավաբան, բայց Դոլմազյանը հայտնի է որպես իշխանահաճո որոշումներ կայացնող։ Այդուհանդերձ ձեր թիմը որևէ ակնկալիք, որևէ հույս ունի, որ վաղը պաշտպանները միջնորդություն են ներկայացրել, որ խափանման միջոց կալանքը փոխվի, այդ միջնորդության հետ կապված հույս ունեք, որ ի վերջո արդար քննություն կկատարվի։ Գիտեք, եկեք ես նախորոք որևէ գնահատական չտամ, որովհետև նախ առաջինը չեմ հանդիսանում։ Իհարկե Սամվել Կարապետյանը մեր քաղաքական լիդերն է, մեր հաջորդ վարչապետը, Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը, եւ եկեք ես գնահատական չտամ դատավորների աշխատանքի վերաբերյալ, որովհետև դա կարող է դիտվել որպես հավելյալ ճնշում դատավորների վրա։ Փաստաբանները կարող են կարծիք հայտնել, ելնելով առաջին իրենց փորձառությունից եւ երկրորդը գործի հետ անմիջապես առնչություն ունենալու հանգամանքից, բայց ես որպես քաղաքական թիմի անդամ կխուսափեմ որևէ հուսադրող կամ բացասական ֆոն ստեղծող ինչ որ կարծիք հայտնել։ Ես միայն մի բան կասեմ, որ ակնհայտ է Սամվել Կարապետյանի, ես կարճ ասեմ, այդքան իրանք տղա են, ես այսպես ձևակերպեմ խոսքս, որպեսզի ավելի ուղիղ լինի, ԿՊ-ն այդքան տղա է, թող բաց թողի Սամվել Կարապետյանին ու կտեսնենք, արդյոք Նիկոլ Փաշինյանը ունի են վարկանիշը կամ ունի են հաջողությունը, ինչպես իրենք խոսում են, սահմանադրական մեծամասնություն ստեղծելու։ Ասում եմ ես դա ամենայն վստահությամբ եւ ամենայն քաղաքական պնդմամբ, որ Սամվել Կարապետյանին իրենք թող բաց թողեն, որովհետեւ դա քաղաքական ձերբակալություն է, դա քաղաքական հետապնդումը հաշվի առնել է Սամվել Կարապետյանի նկատմամբ, դրանից հետո կխոսենք։ Գարնիկ, իրենք վերջին օրերին անդադ այն թեզն էին տանում, որ փաստորեն լավ էր, որ միջև հիմա Սամվել Կարապետյանին իրավապահները թույլ չէին տալիս, որ տեսա ուղերձղի, որովհետեւ քննադատում են, ասում են Սամվել Կարապետյանը նույնիսկ հայերենով, նույնիսկ ռուսերենով չի կարողանում խոսալ։ Ուզում եմ ասեմ, իշխանության հակադարձումը ձեր թիմին տվյալ դեպքում նաև այս հռետորաբանությունն է։ Գիտեք, իմ մոտ տպավորությունն է, որ ԿՊ-ի մոտ հայերեն խոսելը ասոցացվում է հայյանքով, մարկանց վրա մատ թափ տալով ու մարկանց սպառնալով, որտեղ Նիկոլ Փաշինյանի վերջին մի քանի տարիների վարքը, հատկապես վերջին մի քանի ամսվա դրա մասին է խոսում։ Մենք իրենք թող իրենց մեզ արշինով չչափեն։ Սամվել Կարապետյանը ունի բարձրագույն կրթություն, աշխարհում լուրջ ձեռքբերումների հասած մարդ է, կշիռ ունեցող մարդ է, ասում եմ Նիկոլ Փաշինյանն անգամ 700 կյանք էլ ապրեր, Սամվել Կարապետյանի 10% ապրած կյանքի չափ հզորություն չէր ունենա։ Ինչ վերաբերվում է հայերեն խոսալ չխոսալուն, ես նորից եմ կրկնում, իրենք
իրենց արժին ու թող մեզ չչափեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը մարկանց վրա գորգռում է, պերաշկի ու կուկուրուզի դեմ մենամարտ է մտնում ավտոբուսի մեջ, կամ առհասարակ փորձում է մարկանց մոտ վախ տարածել հայոյախառն խոսույթով, դա չի նշանակում, որ դա հայերեն խոսալ է, կամ դա չի նշանակում, որ իրենք խոսալ գիտեն։ Ակնհայտ է, որ այստեղ հստակ կա վախեր Սամվել Կարապետյանի նկատմամբ, եւ ձեզ վստահեցնում եմ եւ մեր ունկնդիրներին եմ վստահեցնում, թող Սամվել Կարապետյանի հանդեպ դադարի քաղաքական հետապնդումը եւ կտեսնենք, արդյոք ՔՊ-ն առնվազն կհավաքի, օրինակ խորհրդարանական անցողիկ շեմը։ Ես ձեզ հա պնդում եմ։ Եթե Սամվել Կարապետյանը լինի ազատության մեջ եւ մասնակցի քարոզարշավին։ Թող վաղվա ատատական նիստը կայանա իրավական դաշտի համատեքստում, արդարության համատեքստում, չլինի քաղաքական հստակ զանգեր կամ WhatsApp-ով նամակներ համապատասխան կառույցներին եւ բնականաբար արդարությունը կդրանում կկայանա։ Եթե Սամվել Կարապետյանին իրենք քաղաքական հակառակորդ չեն համարում, վստահ եմ, որ այդ մարդը հայերեն խոսալ չգիտի, կամ այդ իրենց կեղծիքները որ տարածում են Սամվել Կարապետյանի նկատմամբ, թող բաց թողեն։ Արդյոք իրենք եթե այդքան բան թվում են, չէ, ասենք որ այսպես գնանք ԿՊ-ի կեղծ լոզունգները 100-ից ավել են։ Իրենք ուրեմն այնքան վստահ են, որ դա իրականություն, թող բաց թող։ Ես մարտահրավեր եմ քաղաքական իրենց նետում, թող Սամվել Կարապետյանին բաց թողեն, կտեսնենք ով է հաղթում, իսկ ով է մնում խորհրդարանից դուրս։ Երեկվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրումների փուլը, 9 աշխատանքային օր ունեք, երբ եք պատրաստվում փաստաթղթերը ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ամենաինտրիգային հարցը թերևս ոչ միայն ձեր ուժի իհարկե, նաեւ մյուս քաղաքական ուժերի հետ կապված իշխանությունը ընտրական օրենսգրքում ընտրություններից 2 ամիս առաջ փոփոխություն կատարեց, այդ կերպ ձեզ արգելելով որևէ անձնանուն օգտագործել եւ նաեւ տեղական մարմինների անուններ, ինչ անուն է ի վերջո ունենալու արդեն իսկ հայտարարված ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը։ Տեսեք, Արամ Վարդևանյանը մեր գործընկերը եւ իմ մտերիմ ընկերը, ինքը ունի հստակ արձանագրում կոնկրետ ցուցակների վերջնականացման մասով, դա տեղի ունեցել մեր հանրավակից հետո կասկադում տված մամուլի ժամանակ, որտեղ հստակ եղել է արձանագրում, ես պետք է դա զուտ կրկնեմ, որտեղ դա է իրականությունը, ցուցակների վերջնական տեսքը կամ վերջնական ցուցակների հանձնումը ԿՀ պայմանավորված է վաղվա սպասելի դատական process-ի հետ, ինչի, որովհետեւ նախ եւ առաջ մենք ինչով ենք առաջնորդվում, մենք առաջնորդվում ենք, որպեսզի մեր ընտրողները իմանան, թե ում են ընտրում, այսինքն դա կլինեն падգամավորներ, թե ապագա նախարարներ կամ այլ պաշտոն զբաղեցնող անձինք, եւ որպեսզի մարկային եւ պրոֆեսիոնալ որակը ավելի հստակ լինի, չնայած մինչ այդ էլ հստակ, կարիք կա, որպեսզի Սամվել Կարապետյան անհատապես շփվի տեխնացուների հետ, ուրեմն ոչ միայն падգամավոր, առհասարակ թիմի բոլոր անդամների հետ անհատապես շփվի, որովհետեւ ինքը ունի շատ լուրջ փորձառություն մարկային ռեսուրսների հետ աշխատանքի եւ կարող է հստակ հասկանալ, թե որ մարդը պետության որ անկյունում կարող է ծառայել իշա հայ ժողովրդին։ Ապրիլի 21-ին է լինելու ուժեղ Հայաստան կուսակցության համագումարը, ինչ հարցեր են առհասարակ այդտեղ որոշվելու։ Եվ եթե չկա, եւ եթե օրինակ միջնորդությունը չի բավարարվում կամ ավելի ճիշտ մերժվում է եւ Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ, որևէ կերպ դա խոչընդոտում է ձեր ուժի գործընթացներին։ Բնավ ոչ, պարզապես որպեսզի մենք մեր ժողովրդի հետ ավելի արդար լինենք եւ ունենանք ռեալ գետնի վրա փաստեր եւ մեր ժողովրդին կարողանանք փաստերով խոսել, նորից նշեմ, որ կարիք կա Սամվել Կարապետյանը շփվի տեխնացուների հետ, դրա համար հարկավոր եւ խիստ պահանջ կա, որպեսզի մարդը ազատության մեջ լինի եւ կարողանա ինքը ընտրություն անել ցուցակի կազմման կամ առհասարակ խորհուրդը ընտրություն անել եւ ճիշտ տեխնացուների ճիշտ տեղերով բաշխել, որպեսզի բալանսը կառավարման ավելի ճիշտ կառուցված լինի, պահպանվի։ Ինչ վերաբերում է համագումարի մասով, գիտեք, եկեք սպասենք ամսի 21-ին, որովհետև կան նյուանսներ, որոնց մասին ես որպես կուսակցական անդամ իրավասու չեմ խոսելու, դա փակ գաղտնի քննարկման արդյունքում կձևավորվի եւ ամսի 21-ին բոլորին ցույց եւ մեր եւ լրագրողների եւ մեր հայրենակիցներին պարզ կդառնա եւ մեր ամբողջական ցուցակը եւ նաեւ դաշինքով առաջնորդվելու վերջնական անունը, որ ակնհայտ էր Սամվել Կարապետյան անունը առհասարակ է եւ այդ մարդու դեմքը նկարով Նիկոլ Փաշինյանին արդեն ամենայն հավանականությամբ քննելու հետ կապված խնդիրներ է ստեղծում եւ ինքը ամեն կերպ փորձում է մեր քաղաքական առաջնորդին պահել անազատության մեջ, իդեպ ապօրինի, որպեսզի կարողանա հաշվեհարդար տեսնել հայ ժողովրդի նկատմամբ։ Սա հստակ պնդում է, որովհետեւ մարտ ով 21 թվականին խոստացավ խաղաղություն, բերեց 3 պատերազմ, մարտ ով խոստացավ համերաշխություն եւ ժողովրդի հետ մեկտեղ ճիշտ աշխատանք,
ոչ միայն ստեց, այլ նաև մարդկանց վրայով անցնելով պահեց իր իշխանությունը մինչ օրս, տարբեր շարժումներ այդ ընթացքում տեղի ունեցան եւ մի փոքր հատվածական կուզեի նաև խոսել նույնպես Գոհար Ղումաշյանի մասին, տեսեք, այս իշխանությունների մոտ մարդկանց կալանավորելու համար իրավական որևէ հիմք պետք չէ, իրենք բոլորից գաղտնալսում են, եւ մենք վախենալու ոչինչ չունենք, իրենք անգամ կփորձեն գտնել X անձնավորությունների, որոնք պատրաստ են կեղծ ցուցմունքներ տալու հետագայի համար բոլորիս հանդեպ, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ ժողովրդի մի մաս, նաև ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, պնդում եմ, որ ես ոչ վախենում եմ կալանավորվելուց, ոչ վախենում եմ ռեպրեսիաներից, ոչ վախենում եմ Նիկոլ Փաշինյանի ֆեյքերից կամ հենց Նիկոլ Փաշինյանի դեմքից։ Ես պայքարում եմ հանուն հայ ժողովրդի եւ հանուն մեր պետության ազատականացման, որովհետեւ մենք հիմա գտնվում ենք օտարշահերի սպասարկման ձեռքի տակ, Թուրքիա եւ Ադրբեջանի անվան։ Համագումարը 21-ին է, ունեք 22 եւ 23, որովհետեւ վերջնաժամկետը փաստաթղթերը ներկայացնելու ամսի 23-ն է։ Մոլդովական սցենարը չմոռանանք, եթե ձեր ուժը որևէ կերպ ինչ որ խոչընդոտ են գտնում եւ չեն գրանցում, դուք պլան B ունեք, ես իհարկե չեմ խնդրում այդ պլան B-ն բացահայտել, հասկանալի է որ չկանի, բայց պատրաստ եք այդ ծրագրին, որ ինչ որ կերպ կարող է իշխանությունը խոչընդոտել, չգրանցել կամ նույնիսկ գրանցում է, բայց այլ ֆրոնտում է ձեզ համար որևէ խոչընդոտ ստեղծում։ Անցած տարի էր նոյեմբեր-դեկտեմբեր ամիս, եթե չեմ սխալվում, մեր հասարակության մոտ լայն քննարկում կար, որ դե ձեր կուսակցությունը չեն գրանցելու։ Մոտավոր էսպես է ձևակերպումը, բայց ակնհայտ է, որ մեր կուսակցությունը գրանցվեց։ Ես իհարկե չեմ առաջնորդվում այդ ժողովրդական լեզվով ասած արխային լինելու սկզբունքով, բայց ես հավաստիացնում եմ, որ մեր թիմում քննարկվել է նաև մեր չգրանցելուց հետո գործողությունների պլան, գրանցելուց հետո գործողությունների պլան, ընթացքում մեզ խոչընդոտնելու դեմ ճիշտ հակազդեցություն ստեղծելու, նաև ԿՊ-ի համար նախընտրական շրջանում քաղաքական առումով խնդիրներ ստեղծելու պլան, այսինքն մեր մոտ այնպես չի, որ մենք հազար ներողություն առավոտ զարթնում ենք, ասում ենք մենք ապրում ենք հիանալի քաղաքական պայմաններում եւ ամեն ինչ լավ կլինի։ Ոչ, մենք հստակ հասկանում ենք ում հետ գործ ունենք, ինչպիսի ճակերտավոր մարկային որակներ կրող քաղաքական ուժի հետ գործ ունենք եւ առասարակ ովքեր են իրար շուրջ համախմբվածները։ Հետեւաբար մեր մոտեցումը այս ընտրություններին լինել եւ չլինելու կռիվ է, այսպես ավելի քաղաքական ձևակերպում տալ, հայ լինելու եւ հայ չլինելու կռիվ է, որովհետեւ այն բոլոր խնդիրները, որոնք մենք 21 թվականին նշում ենք, ես որպես հիմա ճիշտ է որպես մասնագետ բան չի փոխվել, Ադրբեջանի հարցերով փորձագետ եմ, այն խնդիրները, որոնք մատնանշվել են եւ ընդգծվել են, իրականացել են ի վնաս հայ ժողովրդի։ Արդյոք մեր ժողովրդի մասով կա այդ մոտեցումը ԿՊ-ն այդպես է էլի մտածում, որտեղ միամիտ ժողովուրդը հաստատ էլի կարանք խափենք։ Ես մեր ժողովրդի մասով նման կարծիք չունեմ։ Մեր ժողովուրդը բոլորին 5 մատի պես շատ լավ գիտի եւ երրորդ անգամ հաստատ չի խափվելու։ Եվս մեկ հարց ցուցակների հետ կապված եւ խոստանում եմ այս հարցին այլևս չեմ անդրադառնա։ Նոր դարաշրջան եւ միավորված հայեր կուսակցությունների հետ եք դաշինք կազմել, հանրությանն անհայտ ուժեր, ես չեմ հարցնի թե ինչու այդ նոր ուժերի հետ, որովհետեւ Նարեկ Կարապետյանը արդեն իսկ խոսել է դրա մասին, ընդգծելով, որ նոր ուժերի հետ համագործակցությունը ավելի լավ կարող է ընթանալ, բայց ակնառու է եւ աչք է ծակում, որ ձեր ընտրական ցուցակում 36 այդ անունների շարքում չկա ոչ Հարություն Հարությունյանի անունը եւ ոչ էլ Նաիրի Սարգսյանի անունները։ Ինչու։ Եթե անգամ 36-րդ համարից հետո նրանց անուններն են գալիս, այստեղ մեկ այլ հարց է առաջանում, թե ձեզ հետ դաշինք կազմված մարդկանց անունները ինչու է այդքան ցուցակի հետին մաս ընկնում։ Ձեր հարցի պատասխանը մի փոքր երկար է, փորձեմ ժամանակի մեջ տեղավորվել։ Նախ ես ինչու շեշտեցի մարզում աշխատանքների մասին, որովհետև հստակ ակնհայտ է, որ մարզում կա ֆավորիտ կուսակցություն, որի անունն է Ուժեղ Հայաստան կուսակցություն։ Մեր համերկրացիները, մեր գյուղացիները աջակցության մեծ ֆոն ունեն մեր կուսակցության նկատմամբ, անձամբ Սամվել Կարապետյանի շուրջ։ Սա առաջի կարևոր ազդակն է, որպեսզի հասկանանք մեր այն պնդումը, որ մենք ասում ենք գնում ենք բացարձակ մեծամասնություն, այսինքն շատ ձայն հավաքելուն եւ ԿՊ-ին անցնելու քաղաքական նպատակներ ունենք, ձայների հավաքման առումով նկատի ունեմ, մնացած հարցում Աստված քավլիցի, ոչ, սա մի կարևոր պնդում, երկրորդը մեր մոտեցումը առհասարական մեր շուրջ համախմբված մարդիկ, դա կլինեն առանձին կուսակցություններ նոր ստեղծված, թե անհատներ, ովքեր կուսակցության մեջ են ներգրաված, անձամբ ես որպես այդպեսին, գիտեք, մեր մոտ չկա այն մոտեցումը, որ
աթոռակռիվ լինի։ Մեր մոտ կա հստակ ընդգծվածություն՝ ծառայել հայ ժողովրդին, ծառայել մեր պետությանը եւ մեր պետականությանը։ Մենք ոչ ԿՊ ենք, ոչ էլ ինչ-որ այլ ուրիշ կուսակցություն ենք։ Մեր կուսակցությունը անդամակցած եւ այլ կուսակցություններով միացած դաշինքները իրենց մոտ չկա աթոռի ամբիցիա, իրենց մոտ կա երկիրը ոտի կանգնելու ամբիցիա։ Հետևաբար հավաստիացնում եմ ձեզ, ես անձամբ իմ մասով կարող եմ ասել, որ մեր կուսակցության մեջ ձևավորված համարները չի խոսում նրա մասին, որ օրինակ 45-րդ համարը կամ 56-րդ համարը նվազ կարևորություն ունի օրինակ 3-րդ համարի կամ 2-րդ համարի առումով, Պարզ ասեմ ինչու, որովհետև մեր մոտ աշխատող մարդիկ կան բազմաթիվ տնտեսագետներ, քաղաքական գործիչներ, արևելագետներ, ֆինանսիստներ, այսինքն ոլորտը շատ խիտ է, տարբեր մարդիկ են, հավատացնում եմ ձեզ, ես նման կուսակցություն չեմ տեսել, որ այսքան խառի ճաղանճ գույներով տարբեր մասնագետներ լինեն, ու դա խոսում է նրա մասին, որ մեր համար քաղաքական որակն է կարևոր, եւ երկու նոր կուսակցությունների միացումը ուժեղ Հայաստան կուսակցության առհասարակ խոսում է նրա մասին, որ միգուցե ամսի 21-ին, երբ որ հստակ կլինի ցուցակ արդեն ակնհայտ կլինի, հա, քանի հոգի ենք ամերիկիա տեղը կունենա, բայց ես հավաստիացնում որ Սամվել Կարապետյանը առաջնորդվում է ոչ թե առաջինից մինչև 200 տեղով, այսինքն նվազ կարևորության սկզբունքով, այլ դիտարկումը բոլորի նույն գծի վրա եւ ամեն մեկը իր մարկային եւ նաեւ պրոֆեսիոնալ հատկանիշներով կարող է ծառայել պետության մեկ այլ համակարգում եւ բարօրություն ստեղծել մեր ժողովրդի համար։ Հայաստանը ոտքի կանգնեցնելու տրամաբանությունից ելնելով դուք ձեր ուժը պատրաստ է համագործակցել նաև նախկին իշխանությունների հետ, որովհետև Նարեկ Կարապետյանը բացառել էր նախկին իշխանությունների հետ համագործակցություն, բայց եթե այնպիսի կրիտիկական իրավիճակ է ստեղծվում, որ այդ թվում ձեր ուժից է կախված լինում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չվերարտադրվի, պատրաստ է ձեր ուժը այդ ամբիցիաները մի կողմ դնել եւ կրկին ձեր բառապաշարով Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար գնա այդ քայլին։ Նախ երկու կարևոր պայման նշեմ, առաջինն այն, որ Սամվել Կարապետյանը եւ նաեւ Նարեկ Կարապետյանը, այսինքն այս պարագայում Նարեկ Կարապետյանը հստակ ընդգծել են, որ կարևորը մեր քաղաքական թիմում մաքուր ձեռքեր ունենալն է։ Այսինքն մարդը թաթախված չլինի կոռուպցիայի մեջ, պետական դավաճանության գործնեության մեջ կամ առասարակ այն process-ների մեջ, որոնք մեր վերջին 8 տարում մեր աչքի առաջ են տեղի ունեցել։ Սա կարևոր նախապայման։ Եվ երկրորդը ես նորից պետք է կրկնվեմ, մեր վստահությունը շատ ձայն հավաքելու ԿՊ-ից անցնելու ձայների առումով բավական բարձր է, դա ես ասում որպես մարզում աշխատող մարդ, գետնի վրա մարկանցից շփվող մարդ, եւ ես հավաստիացնում եմ, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը ամսի 8-ին զարմացնելու է բոլորին եւ մեր մոտ կա նման մոտեցում, որ մեր համար կարեւոր է, որ ժողովրդին տված խոստումները եւ ժողովրդի հետ այս ընթացքում շփումները, ինչ պնդումներ որ արվել են, դրանք պահպանվեն։ Որտեղից է գալիս այդ վստահությունը, որովհետև դուք էլ հարցազրույցում նշեցիք, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է, ձեր թիմակիցներն էլ պարբերաբար իրենց հարցազրույցներում, իրենց հանրային ելույթներում նշում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյան։ Որտեղից է այդ վստահությունը։ Մեր ժողովուրդը, հայ ժողովուրդը, սովորական քաղաքացի, գյուղացին, որ ամբողջ օրը հողի հետ կռիվ է տալիս, ունի մի պարզ ակնկալիք։ Մենք հոգն է զզվել ենք պետության հաշվին հարստացողներից, դա միայն ֆինանսի մասին չի խոսքը։ Պետության հաշվին հարստացողները նաև ի նկատի ունեն հողը տալով, իշխանությունը պահելով։ Իսկ Սամվել Կարապետյանը իր ամբողջ կյանքի ընթացքում միայն հայ ժողովրդին օգնել է։ Երբեք պետության կամ ժողովրդի գրպանը կլինի, ֆիզիկական գոյությունը կլինի կամ առհասարակ այդ մարդու բարօրությունը կլինի, չի վատաբանել, չի վնասել։ Հետևաբար մեր քաղաքական առաջնորդ եւ մեր քաղաքական ուժը իր յուրահատկությունը ունի ձևավորված տարբեր ուժերով եւ տարբեր անհատներով եւ մեր ժողովրդին տալիս է այն ալտերնատիվը, որը վերջին մի քանի տարում կար։ Մեզ նոր ուժ է պետք, նոր քաղաքական ղեկավար է պետք եւ այլ պնդումներ, որոնց մասին ինձ թվում է դուք ծանոթ եք։ Ձեր ուժը պարբերաբար խոսում է փոփոխության մասին, որ գալու է եւ փոփոխություն է բերելու։ Հիմա խնդրեմ ներկայացրեք, թե այդ ինչ փոփոխություններ եք բերելու եւ հատկապես որ դուք աշխատում եք հիմա մարզում, Գեղարքունիքի մարզում այցելություններ եք անում, այդ գետնի վրա ինչ խնդիրներ են արձանագրվում, որոնք են մարդկանց ամենաշատ հուզող խնդիրները եւ այդ ինչ փոփոխություններ են, որ Հայաստանը կամ Հայաստանի բնակչության կյանքը բարեկարգելու են, եթե իհարկե իշխանության գաք դուք եւ դրան կանեք։ Եկեք ես քաղաքական ֆորաջ
չխտամ ԿՊ-ին եւ չբացահայտեմ այն իհարկե իրենք ծանոթ են, բայց ես չեմ ուզենա իրենց օգնած լինել քաղաքական մեր աշխատանքով ինչ աշխատանք ենք անում եւ ոնց, հա չբացահայտեմ, բայց անպայման ձեր հարցին պատասխանեմ, խոսափողական բնույթ չեմ ուզում կրել։ Տեսեք, ժողովրդի մոտ եթե այսպես փորձենք թվարկել, եկեք հերթով անցնենք, հա։ Առաջինը, ինչ եմ ես ամենաշատը լսել, հատկապես ինչի նաև ինձ համար բավական զարմանալի էր, որ Գեղարքունիքի մարզում ապրող մեր սովորական գյուղացին քաղաքացին, մեր հայերը, կարճ ասած, իրենք մտահոգված են արևմտյան Ադրբեջանով, ինչը իմ համար բավականին անկեղծ եմ ասում, զարմանալի էր։ Այսինքն ՀՄԿ այդքան աշխատում է դա կոծկելու համար։ Պետական քարոզություն կա, բայց սովորական գյուղացին, որ ասենք կարտոֆիլ է մշակում, կաղամբ է մշակում, որ իր օրվա առավոտ զարթումը հողետ աշխատանքով, քնում է հողետ աշխատանքով։ Այդ մարդիկ առաջի հարցը դա են բարձրացնում։ Ու ոչ թե նրա համար, որ չեն հավատում այդ իրականություն, այլ ռեալ խնդիրը տեսնում են, հասկանում են վտանգը։ Դա է ասենք հարցը հնչում դուք կարող եք այնպես անել որ մենք չդառնանք օրինակ Ադրբեջան արևմտյան Ադրբեջան այս հարցը բարբերաբար կա երկրորդը մեր գյուղացիների մոտ ատելությունը հա որ ասում ենք բարեկամը աղբերը եղբայրը եղբորը չի խոսում հայրը որդու հետ չի խոսում սա էլ կա այսպես իմպերատիվ պահանջ կա մեր ուժի հանդեպ որ դուք գաք նույն եք անելու ինչ որ Նիկոլը օրինակ ասելու եք որ նախկիններ ներկաներ թալանչիներ այս տարբեր գույնս գույն բան մենք մեր պնդումը որն է մենք բաժանման մասին չենք մենք փոփոխության եւ միասնության մասին է մեր կուսակցությունը հենց դրա մասին է փոփոխության եւ միասնության մեր հասարակության մոտ ատելության դոզան արդեն անչափելի մակարդակի է հասել եւ դա անհատապես մեկ-մեր վրա էլ ենք զգում ասենք առավոտ զարտում ես մարկանց փողոցում դեմքին նայում ես հասկանում ես այդ մարդը ոչ միայն հոգնած է կյանքից այլ նաեւ իր հայ էթնոս լինելուց որովհետեւ այս պախարակված ու ոտնահարված վիճակը որ մենք ունենք բոլորս դա չի կարող վատ էֆեկտ չանադառնալ Երրորդը գյուղական համայնքներում կա լուրջ խնդիրներ, դրանց մասին իհարկե չեմ թվի, որոնք մարդիկ կարող են այդ խնդրի լուծումը կապել միայն հնարավորություն ունեցող մարդկանց հետ։ Դա իշխանությունը չի, որովհետև իշխանությունը մի կողմից հարկերը բարձրացնում է, փոքր բիզնեսի հարկումը 10%, մյուս կողմից պարգևաճարները միլիոններով դնում է գրպան, այսինքն մի ժողովրդից վերցնում է, չակերտավոր օրինական ճանապարհով դնում է գրպանը, սա էլ շատ ակնհայտ է։ Եվ ժողովրդի կողմից օրինակ ասում են, այս բանը որ չկա կամ վերացել է կամ այս բանը որ սենց կարանք չհուշեմ էլի դա հատուկ չեմ նշում այս բանը որ սենց էր եղել կարանք այսպես անենք կամ էսա լուծումը որն է լինելու այս ռեալ մարդիկ հասկանում որ Սամվել Կարապետյանը կարող է այդ հարցերը լուծել դրա համար մենք էլ վստահություն ունենալով ես անձնապես վստահություն ունենալով իհարկե պահպանելով օրինական բոլոր ճանապարհները այսինքն որևէ խոստում չտալով որևէ ձևով ֆինանսական կամ նյութական առումով չմոտիվացնելով մեր քաղաքացիները բացատրում ենք Սամվել Կարապետյանի ով լինել եթե անգամ մարդ կարող է պատահել որ պատկերացում ունի գիտի որ հայ բարերար է բայց գործերից առանձին դրվագներով ծանոթ չի այդ մարդկանց բացատրում ենք որ այս մարդը այս արածունի այն արածունի ինչ ես կարծում արդյոք չի կարող լուծի օրինակ այս ոլորտի գյուղատնտեսության մեջ առաջացած խնդիրների ոլորտ այսինքն ակնհայտ է որ մարդկանց այդ զրույցը հանգեցնում է այն պարտրամբանական ավարտի որ մարդկանց մոտ հույսը եւ հավատը Սամվել Կարապետյան գնալով աճում է եւ երաշխավորում եմ ու նորից եմ ուզում կրկնել իրանք այդքան տղա են թող բաց թողեն Սամվել Կարապետյանին կտեսնեք ընտրություններից հետո ով կլինի փոքրամասնություն ընդդիմություն խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը տվեց 3 անուն երկրորդ նախագահի Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի անունները հայտարարելով որ այդ 3 ուժերը այդ 3 անձինք փաստացի պատերազմի դեմքեր են պատերազմի կուսակցություններ են հիմա կոնկրետ Սամվել Կարապետյանի հետ կապված ինչպես սրան կհակադարձեք ձեր անվտանգային ծրագիրը որն է ձեր այլ ընտրանքը Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված խաղաղության ծրագրին որն է Այս վերջերս մի հատ հարցազրույց են նայում շատ դիպուկ մեջբերում արեց որպեսի տպավորություն չլինի դա իմ խոսքն է հատուկ եմ շեշտում որ այլ հարցազրույցից եմ դա վերցրել շատ ճիշտ նկարագրական է տալիս ասում է Աստված չանի Նիկոլ Փաշինյանը մի բան պատահի Աստված չանի էլ այդ մարդը թող ապրի վատը չեմ կամենում այսինքն վաղը ինչ որ Աստծո կամոք այդ մարդը հանգուցալ դարձավ Ես այդտեղ ոչ մի վատ բան չեմ ասում մի հազար անգամ էլ կրկնեմ չասեն Դավիթի նպատակներ ունի եւ այլն ինչ պետք է մյուս օրը պատերազմ լինի բայց մեզ պետք է տենց խաղաղություն որ մենթա մի անձի հետ կապված լինի Մեզ այդպես խաղաղություն պետք է Նիկոլ Փաշինյանը անմահ չի հո աստվածների շարքին չի դա ասում մահկանացու մարդ է տարիքը գալու է մահկանացուն կնքի հիմա ասենք այդ մեզ պետք է տենց ղեկավար մի անձով պայմանավորված խաղաղություն լինի իհարկե ոչ սա մեկ երկրորդը
Գիտեք 21 թվականին Նիկոլ Փաշինյանն էր, որ գյուղերով պտտվում էր, մարկանց աչքերի մեջ նայելով ստում էր, ասում էր, որ ես գալու եմ Հադրութը, Շուշին դեօկուպացնեմ, խաղաղություն պետքա ստեղծեմ։ Հիշեցնեմ, 21 թվականի դեռևս քարոզությունը չսկսված մայիս ամսին Սև լճին էր թափանցում տեղ ունեցավ, 22 թվականի, որ արդեն վերընտրվել է որպես վարչապետ, Ջերմուկի հատվածները օկուպացվեցին, Սյունիքի հյուսիս-արևելյան շրջանները օկուպացվեցին, իշխանասարել ամբողջությամբ։ Շարունակեմ, 23 թվականին տեղի ունեցավ Արցախի հայաթափում, Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռամբ։ Հիմա ինձ ուզում է կամ մեր սովորական քաղաքացին ուզում է փոքրիկ խմբակի ղեկավարը համոզած լինել, որ Սամվել Կարապետյանի կուսակցությունը ուրիշների անունից չեմ ուզում խոսել, փաստաբանություն չանեմ, Սամվել Կարապետյանի կուսակցությունը պատերազմի կուսակցությունն է, լուրջ եք ասում։ Այդ մարդը իր կեցվածքով Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը։ Բացի պախարակումից, ողբից, մարկանց մահից, անգամ էս վերջերս իրենց նախապատրաստական խումբեր չէ մեկնել մարզ, որպեսզի նախապատրաստական աշխատանքներ տաներ ԿՊ-ի ընդունելության մասով 12 մարդ էր վիրավորում ստացի, այդ թվերի մեջ եթե կշփոթվեմ ուղղեք ինձ։ Վիրավորներ կան, զոհեր են, այսինքն խնդիրը ո՞րն է այստեղ մահի թակավոր եւ մահի հայլեն արտացոլում Նիկոլ Փաշինյանը, պատերազմ բերող Նիկոլ Փաշինյանը մեզ է սպառնում պատերազմի մեջ։ Մի հատ խնդրում եմ էլի ասենք այս 21 թվականից հետո անցել են 5 տարի այս խայտարակության մեջով որ մենք անցել ենք արդյոք դա բանականությանը մոտ է իրենք իրենց խելքի հետ ընդհանրապես հաշտեն ուղեղի հետ հաշտեն փորձենք ամփոփել մեր զրույցը արդեն նաև գերտերությունների հետ հարաբերությունների ինչպես եք պատկերացնում գիտեք իշխանությունը ձեզ հստակ մեղադրում է որ դուք այստեղ գործուղվել եք կամ ձեր քաղաքական ուժի առաջնորդը Ռուսաստանից եկել է այստեղ հատուկ Հայաստանը Ռուսաստանի գուբերնիա սարքելու մեջ բայց վերջին տեսաուղերձում Սամվել Կարապետյանը խոսում էր ինչպես Ռուսաստանի այնպես էլ Միացյալ Նահանգների Մեծ Բրիտանիայի Չինաստանի հետ համագործակցության մասին Ինչ հեռանկարներ եք տեսնում առհասարակ այս երկրների հետ աշխատելու, նոր դաշնակիցներ ձեռք բերելու, միաբևեռ է լինելու, թե հակառակը փորձելու եք այդ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան դուք եւս իրագործել։ Գլոբուսը ինքը, այսինքն ռեգիոնալ առումով պետությունների տեղաշարժ տարածքը վերցնես փոխաբերական իմաստով ասած պոկես դնես օրինակ Խաղաղ օվկիանոսի ափին, տենց չես կարող։ Մենք պետք է առաջնորդվենք այն տարածաշրջանի հետ, որում կանք գոյություն ունենք դարերի վեր, եւ պետք է առաջնորդվենք մեր պետության ազգային շահից։ Ինչը դա իրենց նշանակում։ Դա չի նշանակում օրինակ Իրանի հետ հարաբերությունների փչացում, Վրաստանի հետ հարաբերությունների փչացում, Ռուսաստանի հետ թշնամացում, հարևան մեր ոչ բարեկամ երկրների այն որ բան կա, չէ, ժողովրդական խոսք ասում է, թե դու մեղվի բունը բզբզում ես, բարձր չէ, խայթոց պետքա լինի։ 20 թվականը մեզ որպես օրինակ մեզ պետքա խելացի, հավասարակշռված, էմոցիաները զսպող, գիտակից ղեկավար, որ կարողանա պայմանավորվել հարևան պետությունների հետ, չթշնամացնել գերտերության տարբեր գերտերություն ներկայացնող երկրների հետ։ Մեր ուժը բազմավեկտոր քաղաքականության մասին է։ Մենք հարաբերությունները գիտենք կա թրիփի արդեն ստորագրված, մենք չենք հրաժարվում, չենք ասում զրոյական կետից ենք սկսում։ Պարզապես ԱՄՆ-ի դերակատարը գոյությունը թրիփի տրամաբանության ներքո ոչ թե պարզապես դա լինի, այսպես ասած, վկայի կարգավիճակ, լինի երաշխավորի կարգավիճակ։ Նույնը Ռուսաստանի պարագայում մոտ 2 միլիոն հայ է ապրում Ռուսաստանում, խոպան են գնում մարդիկ աշխատելու։ Հիմա այդ մարդիկ ոչ մեկի աշկը չեն հանել, չէ՞ Ռուսաստանում։ Նիկոլ Փաշինյանը այստեղ ելնում է Իրան որպես տղամարդ տղա է հոխորտում, բայց գնում է Ալիևին կուզու պարզենելով ժպտալով։ Մարդկանց վատություն անում։ Այդ մարդիկ խոպանի գումարով 6 ամիս Հայաստանում ապրում են։ Այսինքն հիմա այդ մարկանց որ օրինակ դեպորտ անեն ի վնաս Նիկոլի վարած քաղաքականության, Նիկոլը վարում է հակառուսական քաղաքականություն, դե որ տենց է մենք էլ մեր ազգային շահով ենք առաջնորդվում, ձեր հայրենակիցները պետքա վերադառնան։ Մանավանդ գիտենք այնտեղ կա իրավական տարբեր խնդիրներ, հա, շատ ենք լսել դեպորտների մասին։ Հիմա ինչ բռնեն այդ մարկանց հետ ու մարդիկ պետքա սովից այստեղ մահանան, այդ մարկանց ընտանիքներին ինչ պետքա անեն։ Առանց այդ գյուղերում աշխատանք չկա, գյուղատնտեսություն չկա, զարգացած, շատ խնդիրներ կան։ Մարդիկ սովորական առօրյա հաց վաստակելու խնդրեմ ունեն։ Որ ասում Նիկոլ Փաշինյանը անգելա հայ ժողովրդի ոտի հետևից ու ձգտում է ջարդի դարաշրջան բերելու, պատահական չեմ ասում։ Այդ մարդու վարած քաղաքականությունը եւ մոտեցումը տարբեր հարցերի շուրջ հենց դրա մասին է, որ իր նպատակը Հայաստանը հայազրկելն է, որ վերջում
Իլհամ Ալիևը սկուտերի վրա ստանա Հայաստանի Հանրապետության տարածք, որտեղ հայեր չեն բնակվում կամ էթնիկ փոքրամասնություն են կազմում։ Սա է նպատակը հիմնական։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանի հետ։